Հարգելի հայրենակիցներ, աղանդավոր Նիկոլը երեկ էլ մասնակցում էր Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցող պատարագին Գիրակնորյա, որի ժամանակ Նիկոլի պատվերով հանվել էր կաթողիկոսի անունը եւ այդ փաստը արձանագրելով մի քանի երիտասարդներ բարձրաձայնել էին կաթողիկոսի անունը, որի արդյունքում Նիկոլի Թիկնազորը եւ նրան սպասարկող ոստիկանները այդ երիտասարդներին եւ ընդհանրապես այլ մարդկանց էլ դուրս էին բերել եկեղեցու սրահից։ Այդ ժամանակ դրսում կանգնած Քայլիստ երեսփոխան Վահագն Ալեքսանյան անուն ազգանունով մեկը եւ նրա կողքին ինձ համար անհայտ մի խուլիգան սկսեցին վանկարկել։ Քերակինների սիրահարներ, սա վանկարկում էր Վահագն Ալեքսանյանը, իսկ կողքի անտեսիրակ խուլիգանն էլ եկեղեցու բակում գտնվելով հայտարարում էր քերակինների դոմփողներ։ Այո, հարգելի հայրենակիցներ, բացարձակ չզարմանաք, սրանք իրենց համարում են քրիստոնյաներ եւ եկեղեցու բակում կարող են իրենց թույլ տալ հայոյել եւ փողոցային վարքագիծ դրսեւորել։ Բայց այստեղ ամենածիծաղելին է սկսվում։ Վահագն Ալեքսանյանը տեսնելով, որ իրեն արձանագրել են, իր խուլիգանությունը արձանագրվել է տեսախցիկների կողմից, եւ նրան այդ պահով հարցուղած լրագրողին հարցում է, թե ինչ լրատվամիջոց ես դու ներկայացնում։ Հետաքրքիր է, ասենք ընդդիմադիր կամ ասենք լրատվամիջոց, ինչ որ քաղաքացի է, ով եկել է այդտեղ կանգնած է եւ ուրեմն տեսախցիկը ձեռքին նկարահանում է անում, կամ ասենք Հայաստանի քաղաքացի է, ասենք Ուզբեկստանի քաղաքացի է, Վրաստանի, Ռուսաստանի, ասենք Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, դա բացարձակ էական չէ։ Ասենք ինչ կապ ունի լրատվամիջոցի ում կողմից ֆինանսավորվող կամ հովանավորվող լինելը Վահագն Ալեքսանյան կոչված ոչնչություն քո բերանից դուրս եկած խայտառակ արտահայտությունների հետ։ Ինչ կապ ունի դա։ Ես այդ եմ ուզում իմանամ, էլի։ Ասենք դա նկարահանում էր Հ1 օրինակ։ Հ1-ի դեպքում, ասենք, այդ արդեն հասկանում եք, որ դա ծածկատնփոց էր արվելու, բայց քանի որ սա ընդդիմադիր լրատվամիջոց էր, դա բարձրաձայնվեց։ Այսինքն, այս մարդը ուղղակիորեն բացահայտ կեղծարար մանիպուլյանտ, ասում են, դուք ինչ լրատվամիջոց եք ներկայացնում, այ քեզ բան, կանգնել եկեղեցու բակում ասում ես, ուրեմն քերակինների սիրահարներ, կողքիդ անասունն էլ ասում է քերակիններ դոմփողներ, հայոյանք է տալիս եկեղեցու բակում, դու ընկել ման ես գալիս, թե ով է որ լրատվամիջոցից եւ այդ լրատվամիջոցը ում կողմից է հովանավորվում։ Երկրորդը Վահագն Ալեքսանյան ես ինչ ես, այդքան որ դուք քերակիների սիրահարների պահով այդքան շատ ծանր եք տարել կամ ենթադրությունները ձեր այդպես հիվանդագին են կամ այդ կողքիդ խուլիգանը որ քերակիներ տոմփող արտահայտություն անում եկեղեցու բակում։ Հիմա հարցնեմ քեզ հետեւյալը։ Նիկոլ անհողիտ հարցրել ես 2021 թվականի հունիսի 12-ին, որ բարձրաձայնում էր Կճոյանի ազգանունը եւ ասում էր հակա քրիստոնեական խոսույթով է խոսում Կճոյանը։ Գիտես ինչի մասին է։ Հələ մի հատ հարցրու Նիկոլիդ, ասա, այդ ինչի մասին ես խոսել, իբր թե չգիտես էլի։ Թող ինքն էլ քեզ այդ ձայնագրությունը տա, որտեղ դուք տեսես, որ ձեր սիրելի Կճոյանը ըստ այդ ձայնագրությունում արկա տեղեկությունների ինչ որ մի կնոջ է կողքիդ ասած ապուշի բառապաշարը չեմ էլ օգտագործում, այդ կնոջ հետ է սեռական հարաբերություններ ունեցել, այդ կինը հիմա փախել է, տունը քանդվել է այդ կնոջ։ Դա նորմալ է։ Կամ այդ ձեր 10 եպիսկոպոսների մեջ մեկը կա Գևորգ Արամիկ, եպիսկոպոս Սարոյան։ Ընդամենը 2 օր առաջ համացանցում տեղադրվեց ձայնագրություն, որը ապացուցում էր, որ ձեր սիրելի Գևորգ Արամիկ ուրեմն Սարոյանը սեռական հարաբերություններ է ունեցել իր ուրեմն իրեն ենթակա հոգևորականներից մեկի կնոջ հետ ու քանդել է նրա ընտանիքը։ Սա նորմալ է։ Ասենք ուրիշի քերակինների կամ ուրիշի անկողնու մեջ ես ընկել։ Ձեր սիրելի եպիսկոպոսները, որոնք ստորագրել են փաստաթուղթ, նրանք ըստ ձեզ ինչ են, ձեր կողմնակիցների եւ
ձեր բառապաշարի համաձայն պոռնկա բարոյից ոչ պակաս։ Լը սուպեր պոռնկա բարոներ են։ Եթե դուք մյուսներին պոռնկա բարո եք ասում, սրանք սուպեր պոռնկա բարոներ են։ Մի հատ ձեր թիմակից նախկինում ձեզ հետ աշխատող էլի նկատի չունեմ այդ քպն Արգիշտի Քարամյանին կհարցնած հերով է, հերը իր հերով է, ասում են Կոտայքի թեմի առաջնորդ Քարամյանն է։ Այն Վազգեն Միրզախանյանին էլ հələ հարցրա ասա հրապարակվեցին կնոջդ եւ տղայիդ նկարները, դա արդյոք համապատասխանում է իրականությանը։ Այս երկուսն էլ չէ Քարամյան Միրզախանյան ստորագրել էին կաթողիկոսի թեմ այդ թղթի կտորը։ Բա էլ չասեմ, որ ասենք համացանցում է լրատվամիջոցներում կանչ Տելեգրամյան ալիքում խայտարակ փաստեր ներկայացվեցին եւս մի երկու տականքների պահով, որոնք ստորագրել են այդ փաստաթուղթը եւ բացայտ նշում է, որ նրանք էլ համասեռամոլ են իրար հետ են ապրում։ Ձեր կողքիդ այդ բառապաշարը օգտագործողին հլասա ինչ են իրանք իրար անում։ Հարգելի հայրենակիցներ, խնդիրը գիտեք որն է, երբ որ այս խուլիգանա բարո խմբակը անտասծիրակ եկեղեցու բակում, եկեղեցու կողքին բացարձակ իրենց պահել չգիտեցող ցույց են տալիս, որ իրենց համար իշխանությունից վեր բան չկա, որ իրանք արհամարած ունեն եկեղեցիներ, հավատքներ, ընդհանրապես նրանց ոչինչ չհետաքրքրում բացի իշխանությունը պահելուց։ Դրա համար է եկեղեցու բակում, հարգելի հայրենակիցներ, Նիկոլի թիմակից Վահագն Ալեքսանյանը գոռում է քերակիների սիրահարներ, իսկ նրա կողքի եսիմ ով էլ բարձրաձայն գոռգռում է քերակիներ, դոմփողներ։ Հարգելի հայրենակիցներ, այս կեղտերի միջոցով աղանդավոր Նիկոլը ձեզ համոզում է վերը նշված կեղտերի միջոցով նաև, այն որ ասեցի Միրզախանյան, Կճոյան, ուրեմն Անուշավան, թե Արցախի թեմի դավաճան առաջնորդի մասին նույնիսկ չեմ էլ ուզում նշեմ, Քարամյան, հոգևորականի կնոջ հետ սեռական հարաբերություններ ունեցած Սարոյան, այս այլանդակ զանգվածի միջոցով փորձում է մաքրել մեր եկեղեցին։ Շատ երկար պետք է մտածել։ Սրանք ավելի կեղտոտ են հայ առաքելական Սուրբ եկեղեցին։